Տեխասյան մի շոգ կեսօր ամերիկյան մի ընտանիք դոմինո էր խաղում պատշգամբին, երբ հանկարծ աներն առաջարկեց գնալ Աբելին ճաշելու։ Աբելինը գտնվում էր 85 կիլոմետր հեռավորության վրա։ Ի պատասխան առաջարկին աղջիկն ասաց վատ չէ։ Աղջկա ամուսինը, չնայած գիտեր, որ ճանապարհը լինելու է երկար եւ շոգ, որոշեց հարմարվել մյուսներին եւ ասաց վատ չի հնչում, հուսով եմ մայրիկդ էլ դեմ չի լինի։ Ինչին ի պատասխան զոքանչն ասաց դե իհարկե գնացինք, ես վաղուց չեմ եղել Աբելինում։ Ճանապարհը ստացվեց շատ երկար եւ տանջալի, իսկ երբ նրանք հասան տեղ, պարզվեց, որ ռեստորանի սնունդը ահավոր վատն է։ Ընտանիքը տուն վերադարձավ 4 ժամ անց, հոգնած եւ տանջված։ Նրանցից մեկը կեղծավորաբար ասաց. «Լավ ուղևորություններ, չէ՞»։ Բայց հանկարծ զոքանչը չդիմանալով բղավեց. «Ոչ, շատ վատ ուղևորություն էր։ Ավելի լավ էր ես մնայի տանը, բայց ես եկա, որովհետև բոլորդ ոգևորված ցանկանում էիք գնալ»։ Աղջկա ամուսինն ասաց, որ նա չէր ուզում ոչ մի տեղ գնալ, բայց եկավ, որպեսզի մյուսներն ուրախանան։ Իսկ կինն էլ թե իսկ ես եկա, որպեսզի դուք ձեզ համար հաճելի լինի։ Պետք է իսկական խելագար լինել, որ այսպիսի տապին ուղևորություն գնալ 85 կիլոմետր դեպի Աբելին։ Եվ վերջապես աներն ասաց, որ ինքն առաջարկեց գնալ Աբելին ճաշելու, որովհետև կարծում էր, թե մյուսները տանը նստած ձանձրանում են։ Նրանք ապշել էին այն բանից, որ բոլորով գնացել էին մի ուղևորության, որն իրենցից ոչ ոք չէր ցանկացել։ Այս պատմությունը գիտության մեջ հայտնի է իբրև Աբելինի պարադոքս։ Սա խմբային հոգեբանության վառ օրինակ է։ Երբ մարդկանց մի խումբ կարող է ընդունել մի որոշում, որը դեմ է նրանց մեծ մասի կամ բոլորի պատկերացումներին։ Պատճառն այն է, որ յուրաքանչյուր անձ մտածում է, որ իր անհատական նպատակները դեմ են մյուսների նպատակներին, այդ պատճառով չի հակադրվում։ Արդյունքում նրանք բոլորով ընդունում են մի որոշում, որը դեմ է իրենց անհատական պատկերացումներին։ Աբելինի պարադոքսը բնորոշ է մեզ հայերիս, որովհետև a. Լինելով ավանդական արևելյան տիպի հասարակություն, մենք շատ մեծ տեղ ենք տալիս հասարակության կարծիքին, եւ b. Զոհ գնալով ուրիշների կարծիքին, մենք շատ հաճախ չենք արտահայտում մեր անհատական տեսակետները, կարծելով, թե դա դեմ է մյուսների կարծիքին։ Արդյունքում մենք հաճախ ընդունում ենք ընդհանուր որոշումներ, որոնք մենք անհատապես երբեք չէինք անի։ Օրինակ, պատկերացրեք դուք գնում եք տրանսպորտով։ Ճանապարհին խցանում է առաջանում։ Վարորդն առաջարկում է փոխել ճանապարհը։ Դուք ներքուստ դեմ եք, բայց մտածում եք, դե լավ, գուցե բոլորը կողմ են, հոյին պատճառով ժամերով չենք մնալու խցանման մեջ, եւ համաձայնվում եք։ Ահա այդպես նաեւ մյուս մարդիկ մտածում են մի բան, բայց համաձայնվում են բոլորովին այլ բանի, կարծելով, թե դրան կողմ են մյուսները։ Վարորդը փոխում է ճանապարհը։ 5 րոպե անց այստեղ խցանումն ավարտվում է, իսկ դուք նոր ճանապարհին հայտնվում եք նոր խցանման մեջ։ Աբելինի պարադոքսը գործում է թե կենցաղում, թե աշխատավայրում եւ թե քաղաքականության մեջ։ Մենք հետևում ենք բազմաթիվ հնացած ավանդույթների, որովհետև կարծում ենք, թե մյուսները կողմ են դրան, մինչդեռ մյուսներն էլ ներքուստ դեմ են։ Մենք հետևում ենք աշխատանքային ղեկավարների սխալ հրամաններին, որովհետև կարծում ենք, թե մյուսները համաձայն են, մինչդեռ նրանք էլ համաձայն չեն։ Մենք հետևում ենք քաղաքական առաջնորդների սխալ որոշումներին, որովհետև կարծում ենք, թե բոլորը համաձայն են, մինչդեռ նրանք էլ ներքուստ համաձայն չեն։ Արդյունքում մենք ունենք մի շարք անպետք ավանդույթներ, որոնցից չենք կարողանում ազատվել։ Աշխատանքային ոչ պրոֆեսիոնալ ղեկավարներ, որոնց չեն կարողանում ընդդիմանալ, քաղաքական ժամկետանց առաջնորդներ, որոնց չեն կարողանում թոշակի ուղարկել։ Դրա համար էլ մենք ապրում ենք այնպես, ինչպես որ իրականում չենք ցանկանում ապրել։